Ստամբուլի Յիլդիզ պալատում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը։ Նախատեսված է, որ հանդիպմանը կհետևի մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Ենթադրվում է, որ այդ թվում նաև Ռուսաստանի համար չափազանց կարևոր թուրքական հոսք գազատարի աշխատանքների ճանապարհային քարտեզը։ Համենայն դեպս այս մասին երեկ հայտարարել էր Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդրիմը Սպուտնիկ ռուսական գործակալությանը տված հարցազրույցում այսօր էլ Ստամբուլի էներգետիկ համաժողովին իր ելույթում այս մասին ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ասելով, որ թուրքական հոսքով Անկարան մտադիր է ադրբեջանական եւ ռուսական գազը վաճառել եվրոպական երկրներին։ Մինչև Էրդողանին հանդիպելը Ստամբուլ ժամանած Պուտինն այսօր հասցրել է ելույթ ունենալ ֆորումին։ Мы поддерживаем недавнюю инициативу ОПЕК по фиксации лимитов на добычу. Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման մակարդակի սառեցման կամ կրճատման մասին որոշմանը եւ ակնկալում է, որ նոյեմբերին կայանալիք նավթարդյունահանողների միջազգային կազմակերպության ՕՊԵԿ-ի հավաքին նման որոշում կկայացվի։ И рассчитываем, что на заседании ОПЕК в ноябре эта идея воплотится в конкретные договоренности. Ստամբուլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ հավելել, որ դեռ վաղ է խոսել նավթի մահվան մասին, որ վաղ է խոսել այլընտրանքային վարելիքին անցնելու մասին։ Ռուսաստանի նախագահը ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը հետագայում եւս կշարունակի իր համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ կմնա վստահելի եւ հուսալի գործընկեր։ Պուտինը այսօր նաեւ հասցրել է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ։ Ստամբուլում է այսօր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երեկ հանդիպել Ռեջեփ Էրդողանի հետ։ Կկայանա արդյոք Պուտին-Ալիև հանդիպում Ստամբուլում, թե ոչ դեռ հայտնի չէ։ Ֆորումին երեք երկրների նախագահները իրար կողք էին նստած Պուտինը, Ալիևի եւ Էրդողանի մեջտեղում։ Վերադառնամ սակայն ռուս-թուրքական բանակցություններին։ Դրանց օրակարգի մեկ այլ կարևոր հարցերից է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նովակը երեկ մասնավորապես ասել է, որ Ակկույեկ ատոմակայանի կառուցման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 20 միլիարդ դոլարի ներդրում։ Մոսկվան ու Անկարան մտադիր են վերականգնել եւ ել ավելի զարգացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի վկայություն է նաեւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի հայտարարությունը։ Պուտինի այցի նախօրեին թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան եւ Ռուսաստանը մտադիր են երկկողմ առևտրային շրջանառությունը հասցնել մինչեւ 100 միլիարդի։ Այսօր այն կազմում է 20 միլիարդից 100 միլիարդի ապրանքաշրջանառություն Ռուսաստանը չունի նույնիսկ Չինաստանի հետ։ Պակաս կարևոր չեն ռուս-թուրքական այսօրվա բանակցությունները նաեւ քաղաքական առումով։ Մոսկվան հույս ունի ստանալ ինչ որ աջակցություն Թուրքիայից Սիրիայի հարցում, քանի որ լինելով արևմտյան կոալիցիայի անդամ Սիրիայում Անկարանի տարբերություն արևմտյան երկրների չի քննադատում Մոսկվային, համենայն դեպս Մոսկվայի հետ հարաբերությունները 3 ամիս առաջ վերականգնելուց հետո։